առաջի քայլերն են իմ դպրոցի ճամփին Մի երկարին ծանծանոտ կբացվի այսօր Ուզում եմ հարազատ դառնա Այդ աշխարհը ինձ համար դառնա Դպրոցի մեջ պայուսակը իմ ձեռքին Գեղեցիկ ու նոր ազգեստը իմ հագին Թող երգը ինձ ընկեր դառնա Չպիտեմ հայրիկիս ինձ հետ միշտ մնա Մենք դպրոց ենք գնում, սովորել ենք ուզում Այս ու հետի գրքում մեծանալ ենք ուզում Առաջինս պարան, առաջինս ուսուցիչ Առաջին անգամ այսօր ժպտացի դու ինձ Առաջինս տարան, առաջին ուսուցիչ Առաջին անգամ այսօր ժպտացի դու Բայց պիկնիկը իմ սիրուն շատ է տխրում Որ իրեն հաճախ թողնում եմ ու գնում Բայց դպրոցում ամեն մի օր Սպասում են ընկերներն իմ նոր Դպրոցի մեջ պայուսակը իմ ձեռքին Գեղեցիկ ու նոր ազգեստը իմ հագին Թող երգը մեզ ընկեր դառնա Չպիտեմ հայրիկի մեզ հետ միշտ մնա Մենք դպրոց ենք գնում, սովորել ենք ուզում Այս ու հետի գրքում մեծանալ ենք ուզում Առաջինս տարան, առաջինս ուսուցիչ Առաջին անգամ այսօր ժպտացի դու ինձ Առաջինս տարան, առաջին ուսուցիչ Առաջին
շատ հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ։ Թող դպրոցը լցվի կանչով, շվիթներով մեր ջինջուվար, որ միշտ կարդան անմար շունչով մածաններ արևավար։ Այսօր պիտի երգենք, պարենք, խաղը կոչենք տարահանդես, դե ուշադիր ցեցեք մեզ, ցույցենք տալու մեր խելքը ձեզ։
բառը վարկը մինչև հնչյունին եք հասել։ Սերնեն, լեզակ, ձայնավոր կանեպաղաճեն, անելեն, շատեն, ջեմիական և ազնական։ Իսկ տարրերը նրանք շատ են շատ, տեսակ համարյա, թե չոս տեսնեմ, սաղոբան չի հասարել, պետք է գրել իմանը, իսկ գրածը լավ կարդա։ Ժամանակ բանկերի են բաժանում։ Սովորեսի խապտեն մեկ հայոց մեքի տարենացին, ու մենք ստում շիրով այ ու մեն է ոստ։ Իսկ է մեր հայ լեզուն ընկերներ են հնչուներով, իրար կապում բար են դարնում 39 տարերով։ Թող ասենք այդ ուվենը, հայոց լեզուն մեզ նոպատար, ամուր բարինք մեր տանգանց է, որ այն ինչի միշտ է դար։ Սպասեցեք, այդ ինչ եք անում, մոռացել եք մեզ, առանց մեզ ինչպես կարող եք ճիշտ կարդալ և գեղեցիկ գրել, չէ որ մենք էլ մեր մեծ դերն ունենք։ Երկու կետ են, երկու կետ, կոչում են ինձ վերջակետ, ովից կարդալ չիմանա, մի շնչով չի դիմանա։ Ես էլ կետ եմ, անունս էլ միջակետ, մի անգամ ինձ կոչեք մի կետենի վերջակետ։ Անունս վութ է, ինքնիսի ամատանություն, գրողության նշաններից ոտն է արտահայտում, լեզվի ամենանոր փոխանցումներ, իսկ անունս զրել է հանի Դավիթ այդքան կոպիտ։ Այո։ Շեշտում եմ ես լավին անդրս, իսկ վատերին բոլորովին, ով կարող է լավ սովորել, թող ինձ մոտ գա միշտ պարզերել։ Գիտեք արդյոք դուքի մասին,
Հարցական են ձեր արցերի, կան և մարու ես նրա մոտ, ում վիճակն է կասկածելի։ Երբ կարդում եք ու շտապում, ինձ տեսնելիս կանգ առեք, ով ինձ սպասել չի իմանա, մտքեր զատել չի իմանա։ Շայնարկությունը երբեք ավելորդ չէ խոսքի մեջ, նրանով են զգում մենք ձայնի ամեն ելևեց։ Բազմակերտ, բազում կետեր ու մտքեր, դադար դուտուր ինձ մոտ կաց ու ամփոփիր միտքդ բար։ Ես շակերտ եմ, ես շակերտ և լավ կետ եմ, և չարկերտ, ուրիշ նասի ուղի խոսք, թե չարին լավ անվանենք, լավը մեջից կհանենք։ Այ քեզ հարց, դե հիմա ետողա դաս, արի դասի դու գերի, հարը, կեսի վանկերի, թե կեսը տար, կեսը թող, մեկը քոնն է հիմար տող, ինչու դու էլ երկար չես, որ ինձ այսպես չդարվես։ Երեխաներ մի վիճեք, տարերս շատ կարևոր են, նրանք օգնել են մեզ հայ մնալ և հայերեն խոսել, բայց և պակաս կարևոր չէ կետադրական նշանները, առանց որոնց հնարավոր չէ գրագետ գրել և արտահայտիչ կարդալ։ Այո, սիրելի ընկերներ, առանց միասնության չէ կազմվի մեր ոսկեղենի կայունությունը, չէ լինի բառերը, բառակապակցություններն ու նախադասությունները ու պատմությունները, չէ կազմավորվի մեր համելած դասարանը և չէ հարատևի մեր հայրենիքը, որն այդքան թանկ է բոլորիս համար։ Հայրենիքն ինչ ասեի, միացեք դա մեր դպրոցն է ու մեր փողոցը, մեր Երևանը, բոլոր հայերի մայրաքաղաքը։ Կապույտ Սևանը, Արագած սարը, Զով անտառները, հայկական նուրը, Համեղ ծիրանը, Գյուղի տատիկից թորի լավաշը, Դուդուկի տաղը, մեր այբուբենը, ինչքան ասեմ, էլի քիչ է, իմ հայրենիքը ամեն ինչ։ Իմ Հայաստան, ամեն մեկիս հոգում ես դու, խաղաղության շղթան ես դու, հերոսներ միշտ անպատ է, քեզով հկարտ մենք միշտ հայ ենք։
մի փորձանք մեզ չի կոտրի, սերն ու բարին ինչպես սարույթ, մեր սրտերում միշտ կվարվի։ Թեև կյանքա լինի դժվար, տաղթարիկ, այն միասնական ուժնած պար կտանի մեզ տեղի գալի։ Էրպիծար է տալուս առավ, քանդել են ցերկորնի։ Իգասանով հաշտենք, մենք միասին ակարդ ենք, իրար լավ ենք հասկանում ու երբեք չենք նեղանում։ Թող միասնական լինի մեր ուժը, թող բարին տանի մեզ դեպի լույսը, հաստատ քայլերով ընտանանք առաջ ու կյանքում լինենք միշտ պարտաճանաչ։ Մենք տարբեր ենք, բայց միասնական թուր կամքով և մեծ սրտով, միասին դառնում ենք հզոր, հաղթական ու քայլում երազանքի ճանապարհով։ Ողջունում եմ բոլորին, հարգելի հյուրեր։ Նոր միջոցառման վայելելու ընթացքում մտածում էի մտած, այն առաջին սերունդը, որոնց ես ապրել եմ որպես նոր։ Եվ սովորողների մեծ մասին հատ-հատ հիշում եմ մեր առաջին հանդիպումից։ Հիշում եմ Վահագ ջան, քո խոսքը անգլերենով կոկորդիլոսին ասում էին
Կեցես, հիշում եմ, թե Նարեկն ինչու էր ընտրել մեր դպրոցը։ Ինչու էր ընտրել, հիշում ես։ Ինչու՞։ Այո, որովհետև ասած լավագույնն է։ Եվ այսպես մեկ առ մեկ կարող եմ յուրաքանչյուր սովորողի հետ կապված մի հիշողություն առաջին հանդիպման հետ կապված ներկայացնել, բայց ուզում եմ դիտարկումս պարզապես ձեզ ասել, հայտնել իմ գոհունակությունը։ Տիկին Սիմոնյան, մեկ աշակերտի, մեկ երեխայի, որը նման սովորեցնելը ծայրահեղ դժվար է։ Դուք ոչ միայն հասցրել եք մեկ տարվա ընթացքում այն ուսումնական ծրագիրը, որը պարտադիր է հասցնել, այլ կարողացել եք իրենց մեջ ներարկել մի կարևոր գաղափար, մենք միասնական։ Այդ միասնականության առավոտյան 9-ի 2 եւ 1-ի 2 դասարանների համագործակցությունն է, որովհետեւ ձեր դասարանը, որ այսօր 5-րդ դասարանում եւ վայելում է ձեր դպրոցի դեպքերը շարունակելով միջին դպրոցում, անմիջականորեն իր աջակցությունը ընկերներին ցույց տվեց։ Միասնականությունն ամենակարևոր բանն է։ Ես կարծում եմ, որ այդ միասնականությունը տեսանելի է ոչ միայն սովորողների, այլ նաև ուսուցչական համակազմի միջոցով։ Նկատեցինք Տիկին Դույն Ամալյան, ուր եք։ Տիկին Դույն Ամալյանին, Տիկին Շահբազյանին, Տիկին Մանուկյան ջան, անմիջական շնորհակալ եմ ձեզ, որովհետև գիտեմ ինչքան եռանդակ սովետում համակարգելու համար եւ մեր շատ սիրելի ծնողական համայնքի։ Այն խճանկարը, որը Տիկին Սիմոնյանն այսօր հավաքեց Այբենարանի տարերի տեսքով, այդ խճանկարը դասարաններում ամբողջանում է ծնող, սովորող, ուսուցիչ համագործակցության արդյունքում։ Ոչինչ չենք կարող անել, եթե չլինենք միասնական։ Միշտ եղեք միասնական։ Եվ հիշեք երեխեք ջան, որ մոլորակը ձեր շնորհիվ վստահելի ձեռքերում է։ Եվ այդ մոլորակի հետ կապված ձեր ցանկությունը, խաղաղությունը բոլորիս երազանքն է։ Իսկ այդ խաղաղությունը կարող են բերել միայն այս սերունդները։ Այն սերունդները, որոնք գիտեն, գիտելիքի գինը, որոնք գիտեն ինչ է նշանակում սիրել, երազել ու հավատալ։ Մենք հավատում ենք, չէ՞ մեր վաղ ու պայծառ ապագային։ Այո։ Շատ բարձր ասեք։ Այո։ Սիրում ենք, չէ՞ մեր դպրոցը։ Այո։ Սիրում ենք մեր ուսուցչուհուն։ Այո։ Եվ ապրելու ենք, արարելու ենք, աշխատելու ենք միայն որ երկրում։ Երբեք Այբենարանի հանդեսները որպես այդպիսին ինձ համար տառաճանաչության շքերթ չեն դառնում, որովհետև տառաճանաչ դառնում են, բայց տարին արժեք գնահատել, բառի ու խոսքի արժեք գնահատել ոչ բոլորը գիտեն, բառը մի աշխարհ է, այն սերն ու ջերմությունը, որ այսօր սաների միջոցով փոխանցեցիք մեզ, ես ուշադիր, երևի թե դա նաև մասնագիտական աղերս է, հետևում է ընթացքին, գրագետ բառերին, ուշադրություն դարձրի հանիրավի բառին, ուշադրություն դարձրի աղերսներին, հայոց լեզվի, խոսքի և կետադրության, առոգանության նշանների հետ կապված, իդեպ ուզում եմ հարցական նշանը և տողադարձի նշանը առաջ գար, ուր է? Հանեցի, ուրեմն մի բան ասեմ, երեխեք ջան, բոլոր նշաններն անուններ ունեին, չէ՞, միջակետ, վերջակետ, իսկ դու գիտեք ինչ է հարցականի անունը, ուր է հարցականը? Ռիմարի։ Հիշիկ, անունը Պարույկ է, հարցական նշանին հայերենում ասում են Պարույկ, իսկ ուր է տողադարձի նշանը? Իսկ տողադարձի նշանին հայերենում ասում են ենթամնա, անունները կհիշեք ձեր, լավ, ուրեմն ձեր իմացած գեղեցիկ բառերի պաշարին ավելացրեք ևս երկուսը, Պարույկը, որ նշաններ հարցական և ենթամնա, որ նշաններ ապրեք, կյանքում միայն տողադարձեք բառերը, մարդկանց սիրտը, երկիրը, ձեր ծնողների սերը, երբեք չտողադարձեք, պահեք ամբողջական և եղեք ինչպիսին միասնական, մնալու ենք, ապրելու ենք, արարելու ենք Հայաստանում։